Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման շուրջ աղմուկը թեժանում է։ Նախ 172 ճարտարապետ պահանջեց դադարեցնել վերանորոգումը, քանի որ նորոգող ընկերությունը նախկինում հուշարձան վերականգնելու փորձ չի ունեցել։ Ժամեր անց ճարտարապետների պալատը հերքում տարածեց, պնդելով, որ Արթուր Թարխանյան կենտրոնի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, եւ որ պալատի խորհուրդը որոշել է ձեռնպահ մնալ խնդրի հանրայնացումից։ Եկեք միասին պարզենք, որ կազմակերպությունն է իրականացնում վերանորոգման աշխատանքները, ինչ փուլում են դրանք եւ ինչն է դրդել ճարտարապետներին դրանք վտանգավոր համարել։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը էլեկտրոնային եղանակով մրցույթ էր հայտարարել։ Մասնակցել էր ընդամենը մեկ կազմակերպություն՝ BIDEC ընկերությունը, ու հենց այդ կազմակերպությանն էլ վստահվել էր 6 տասնամյակ անխափան գործած հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները։ Ըստ էլեկտրոնային ռեգիստրի ՍՊ-ի 75% բաժնեմասը պատկանում է Դավիթ Սեթրակյանին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մհեր Սեթրակյանի որդուն։ Վերանորոգման համար կառավարությունը հատկացրել էր 743 միլիոն դրամ։ Հիմա տեսնենք ինչ է ասում օրենքը։ Ըստ պատմության եւ մշակույթի, անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքի, հուշարձաններ վերանորոգելու համար փորձը պարտադիր չէ։ Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները եւ այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա եւ տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն։ Իսկ արդյոք BIDEC-ը ունի համապատասխան որակավորում աշխատանքը իրականացնելու համար։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի BIDEC-ը մասնագիտացված շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպություն է։ Բաց է մնում մեկ հարց՝ մինչև հիմա քանի հուշարձան է նորոգել BIDEC-ը։ Փողոցի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ, ազգային ժողովի շենքի սանհանգույցերի նորոգման աշխատանքներ, խմելու ջրի ցանցերի նորոգման եւ կառուցման աշխատանքներ։ Մի խոսքով կնքված 90 պայմանագրերի մեջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը միակն է։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը 3 հիմնական խնդիր է առանձնացնում։ Առաջինը, առանց որևէ նախագծի չի կարելի սկսել որևէ շինարարական աշխատանք։ Աշխատանքները սկսվել են բանավոր ցուցումով, որ շուտ անեն, որ հասցնեն։ Դա քրեական պատիժ ենթադրող գործողություն է։ Շինարարին հնարավորություն տվել բանավոր ցուցումով ջարդել, ավերել հուշարձանը, որը բառը այստեղ վերականգնել չի սազում։ Խճազանգվածի են վերածել հուշարձանի բնօրինակ մասերը։ Դա երկրորդ քրեական պատիժ ենթադրող գործողություն, այսինքն հուշարձանին հասցվել է անվերականգնելի վնաս։ Եվ երրորդը անորակ բանվորական ուժ։ Խոսել ենք նաև Ծիծեռնակաբերդի համալիրի նախագծի հեղինակներից Սաշուր Քալաշյանի հետ։ Նշանավոր ճարտարապետն էլ է խնդիրներ առանձնացնում։ Աշխատանքները նորմալ վիճակում է գտնվում, ընթանում են մի քիչ դանդաղ։ Դե հարցեր կա, որ իրանց թվում է իրանք ճիշտ են անում, հետո պարզվում է, որ սխալ են արել։ Խնդիրներ առաջանում են շինարարների հետ։ Պատճառներից մեկը նա է, որ շինարարական կազմակերպությունը հուշարձանների հիմնանորոգման փորձ կամ չունի, կամ շատ քիչ ունի։ Տենդերը հայտարարել ենք, ուրիշ մասնագիտ չի եղել, ըստ մասնագիտն է եղել, պետությունը առանց տենդերի չի թույլատրում, չպես կերտալ դրան։ 2020 թվականից ԿԳՄՍ նախարարությունում ստեղծվում է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որի կազմում էլ գործում է հուշարձանների վերականգնման բաժինը։ Փորձեցինք կապվել նրանց հետ հասկանալու համար, թե ինչ փուլերով է անցել նախագիծը։ Մեկնաբանություն տալ հրաժարվեցին։ Մեկնաբանություն ստանալ չկարողացանք նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանից։ Թանգարան ինստիտուտի տարածած հայտարարությունում նշվում է, որ աշխատանքները շարունակվում են։ Նաեւ սահմանվել է աշխատանքների վարման մշտադիտարկում։ Մինչ նման աշխատանքային փորձ ունեցող կազմակերպությունը վերանորոգում է հուշահամալիրը, բաց են մնում մի քանի հարցերի պատասխաններ։ Արդյոք շինարարական աշխատանքները կավարտվեն ժամանակին եւ ինչպիսի տեսք կունենա Ծիծեռնակաբերդը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Անի Հովհաննիսյան, Լևոն Ոսկանյան, Էդգար Գոլոյան, Ստեփան Տիգրանյան, Ռեոփեն մեդիա։